Ինչ որ կարգ էր փոխվել եւ ինչ որ բաներ տեղի ունեցել եւ ուսանողների մի մեծ խումբ սկսեց ցույց անել կառավարության շենքի դիմաց։ Ես իմիջիալոց բանավոր քննությունից 20 էի ստացել, գրավոր քննություններից մի քիչ ավելի ցածր էի։ 20 թե 10 20 այն ժամանակ 20 92-ին 20 էր 91-ին բարձրագույնը 20 էր, այսինքն ամենաբարձր գնահատականը 20-ն էր։ Բանավոր քննությունից 20 էի ստացել, գրավորներից ավելի ցածր էի ստացել եւ միավորների խնդիր կար եւ ինչ որ դիմորդները սկսեցին ցույց անել կառավարության շենքի դիմաց շուրջօրյա ընդվորում, ես էլ գնացի ցույցին մասնակցեցի եւ կառավարության շենքի դալանի տակ մի քանի օր քնել եմ այդ ժամանակ ուսանող կարգավիճակում, հետո կառավարությունը որոշեց, որ բան անի, քվոտաները վերանայի եւ ես ընդունվեցի Երևանի պետական համալսարան ժուրնալիստիկայի ֆակուլտետ վճարովի, բայց հետո առաջացավ հաջորդ խնդիրը, մեր ընտանիքը հնարավորություն չուներ այդ վճարը վճարելու։ Ինչքան էր վճարը, հիշում եք։ Այդ չեմ կարող հիշել։ Եվ հայրիկիս ընկերներից մեկը մի կիսամյակի վճար վճարեց, այն ժամանակ այսպիսի կանոն կար, որ եթե գերազանց առաջադիմություն ես ապահովում, ուրեմն անցնում ես անվճար։ Եվ ես գերազանց առաջադիմությամբ սովորեցի եւ ասեմ ձեզ, որ համասարանում ես երբեք բացի գերազանցից ուրիշ գնահատական չեմ ստացել որևէ քննության։ Եղել են դեպքեր, որ ես պատրաստվել եմ պատասխանել եմ, դա ինձ համար մոտիվացիա եղել նաև այդ վճարի համակարգը, որ դասախոսը ասել է, որ բան լավ ես պատրաստվել, լավ եմ նշանակում, ասել եմ չէ, ինձ գերազանցա պետք, ասելա չէ, չեմ կարող գերազանց նշանակեմ, ասեմ ավելի լավ է հիմա դիր անբավարար, որ ես վերաքննության հնարավորություն ունենամ, որովհետև ինձ պետք է մենակ գերազանց, կամ ոչ մի բան, կամ դիր բացակալ, կամ մի նշանակի, որևէ դեպ ինձ բացի գերազանցից ուրիշ բան պետք չի եւ այդ տրամաբանությամբ եմ։ Դա միայն ուսման վարձի հետ էր կապված, թե հիմնականում ուսման վարձի հետ, որովհետեւ X պահից արդեն, որովհետեւ այնտեղ մոտիվացիա կար, եթե շարունակվում էր, արդեն նաեւ սկսում էի թոշակ ստանալ։ Եվ սկզբից վճարը հաղթահարեցի, հետո X պահից սկսեցի նաեւ թոշակ ստանալ, որը շատ կարեւոր էր իմ համար։ Եթե այդ խնդիրը չլիներ, չգիտեմ, չեմ կարող, բայց փաստն է նա, որ ֆինանսական բանի հետ է կապված եղել, որ ընտանիքի վրա լրացուցիչ բեռ չլինի դա։ Երկու բան այս պատմությունից հասկացա, նախ հասկանում եք այն մարդկանց, որոնք որ ցույցեր են անում կառավարության շենքի դիմաց, որտեղ եղել եք նրանց մաշկում, այսպես ասած, եւ երկրորդը հարց է առաջանում։ Ճիշտ է, որ ուսումը կապված է